Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ կրկին ու կրկին մեզ վարդապետական դասընթացները ավարտելուց հետո բերեց բուն առօրյա թեմաներին, որ Տերը ինչ թեմատա մատուցանենք ձեզ։ Այո, մեր մոտ, մեր պայեստում հոգևոր կերակուրը առատ է, թե վարդապետական դասընթացները, թե սերտողությունները, թե պատգամները, միշտ նորանոր պատգամներ դրվում ու մեր բոլորին Տերը հորդորում է, որ սրբությունից սրբություն գնանք ու այս պղծված աշխարհից զատվենք։ Այսօրա թեման իրականից էլի մենք բոլորին քարոզում ենք՝ մի սիրեք աշխարհը, զատվեք աշխարհից, բայց արեք ու տեսեք քարոզողները, եկեղեցու անդամներն աշխարհի մեջն են, քաղաքաշինությունների, գողությունների մեջ չեն, ինտերնետի մեջն են։ Հիմա այսօր իրականից Տերը դրել է սրտից, որ խոսեմ, դու տան մեջը նստած, բայց աշխարհից զատված չես, դու շնացող ես։ Տան մեջը նստած դու պղծվում ես ինտերնետների մեջ։ Հիմա դու սիրում ես Աստծուն, թե թշնամի ես Աստծուն։ Կապ չունի դու փողոցում ես աշխարհի հետ շփվում։ Դու փողոցից զատված ես, բայց տան մեջը ավելի մեծ փողոցային ես դառել։ Ոնց? Տարատեսակ լկտի բաներ տեսնելով, տարատեսակ սայդերում գրանցվելով, ուտե թափառելով, ժամանակը դվատնելով։ Բայց Պողոս առաքյալն ինչ ասում, ժամանակը ծախու առեք, քանզի օրերը չարեն, իմաստունների պես ժամանակը ծախու արեք, մի հարբեք գինիով, Տիրոջ Սուրբ Հոգու խոսքով գինիով հարբեք, որ անջատվեք աշխարհի կրքերից, անջատվեք աշխարհի հոգսերից, մեկ ուսանակ եւ ձեզ նվիրեք գրքի աղոթքի պաշտամունքին։ Ամեն։ Ուրեմն այսօրվա թեման է՝ մի սիրեք աշխարհը, որպեսզի թշնամի չդառնա Աստծուն։ Հարց դու տան մեջ դու թշնամի ես Աստծուն, թե Աստծուն սիրող։ Դու հրեշտակ ես, թե հրեշ։ Խաղաղության լողավնի ես, թե արծիվի պես կգիշատես բոլորին։ Թշնամի ես, թե սիրող Աստծուն։ Եթե դու կատարում ես անվայել քայլեր, եթե դու Աստծո խոսքը զանց ես անում աշխարհին նմանվելով, դու թշնամի ես դառնում Աստծուն։ Մի քեզի հարազատի տեղի, հետո ասա Տեր Աստված, ես քեզի հարազատ եմ, քեզի սիրում եմ, ինչու այս բաներ կատարվում իմ ընտանիքի հետ։ Դու Աստծուն սիրող չես, դու Աստծո սիրողների անունը խայտառակող ես, ամեն։ Միշտ խոսել ենք այս թեմաներով, բայց իրականանից չեն կենտրոնացել, հավատացեք, ով երախոսի մեջ շատ է մխրժվում, նա հիստերիկ գիժ է դառնում։ Էդի կլինի երեխա, էդի կլինի քույրիկ, էդի կլինի եղբայր, էդի կլինի սպասավոր, ով շատ է տրամադրում իրեն այս սատանայի գործիք հեռախոսին, նա դառնում է շնացող եւ համար մեկ թշնամի Աստծուն։ Նա ագրեսիվ է։ Մի բանը, որ իրականից ինք ուզում է տեսնի ու ձեռից խլում տանում են երեխեն, չէ, հեռախոսը, չարանում, հիստերիկանում, ոտքերը գետին է տփում, չէ, որպիսի այդ հեռախոսին տիրանա։ Դրա համար Աստծո ժողովուրդ, ոչ դուք դարեք թշնամի Աստծուն, ոչ էլ ձեր զավակներին սարքեք թշնամի։ Այո, ինտերնետի մեջ խորացողը, եթե չի լսում քարոզ սերտողություն, չափից ավել, չեմ ասում մի հատ քեզի բանա, մտար տեսար, լավ մի հատ բան էիր սարքում, տեսար էդի չէ, բայց այդ մի հատ բանի համար, որ մտնում ես 3 ժամ խորանում ես հեռախոսի մեջ գիրտն աղոթն ու պաշտամունքը թողելով, այ դու շնացող ես։ Մենք չգնանք ծայրահեղությունից ծայրահեղության, վեկալիր վայբրով խոսեցիր, մի հատ նկարին ղրգեն, նայեցիր, կամ մի հատ կլիպ էին ուղարկել, նայեցիր, որ էլի շինություն էր, պրծար, չափից ավել նվիրվողը, ինքը թշնամի է Աստծուն, ինքը ատում է Աստծուն, ինքը Տիրոջը չի էլ ճանաչում։ Հիմա գրենք քարոզի բնաբանը հաստատող համարները, իրականից տեսեք Մովսեսն ինչ արավ ժողովուրդ, թողեց փարավոնի աղջկա որդի կոչվել, ասում ավելի նախընտրեց Աստծո ժողովրդի հետ հալածվելն ու չարչարվելը, քան թե մեղքի ժամանակավոր հաճույքները վայելելը։ Հաճույք է ժողովուրդ, մտնում եք սայդերը, հաճույք է, մտնում եք տարատեսակ շորեր եք նայում, եք անում խորանում եք, կարակ էդի մի հատ ընտրեք, բայց չեմ ուզում էսի ինձ դու գույնն դու երանգեսի ենի ու էդի հենց հաճույք է։ Հախարեն չի պետք է սիթի կոնֆետների նման 100 տեսակի կոնֆետ շարված էր կամ 100 տեսակի շոր։ 100 տեսակի կոշիկ, եսի չեմ ուզում այ մեզի այս սատանան էս իր տարատեսակ տեսականիներով հաճոյասերա դարձրել։ Եթե 2 տեսակի կոշիկ լինի խանութում, ժողովուրդ, 5 րոպեում կընտրենք, որ էսի թե ենի, վայ Հիսուս ջան, էսի չեմ ուզում, ընդու կարերն են ընցա, ընդու կիտե էսա, ենի սուրա, ընդու կրունգը բարձրա, այսի տանում է մեր ժամանակը։
Այո, խանութ մտնելուց աղոտ կանենք, որ քուրերը շուտ ընտրություն կատարեն։ Կարողա ցելի սուտկեն ֆրաս իր ուզած կոշիկը չգտնի, բայց կոշիկների աշխարհ ես մտե, այսա աշխարհասիրությունա, հաճոյասիրությունա, ուզում ես քո տոտիկները շատ սիրուն լինի, որ բոլորը թամաշան են։ Դու օր հակի պարկեշտ կոշիկա, պարկեշտ շորա, պարկեշտ հանդերցա, հակի տիրոջ փառքի մարելով քեզ կնայի ինչ կասի, հակի առաքինի, հակի սալիտնի, այո այդ հակու կապ է, որ մարդուն նայում ես արդեն տեսնում ես էդի առաքինի կինա, թե փլփլ փանոսա, փնթիա, թե ինչա, հակուստն էլ ասում, այո հավատքիդ վրա առաքինություն պիտի լինի, նոր առաքինությունից հետո գիտություն, որ քո քարոզածը ընդունվի, չմերժվի, ամեն։ Հիմա կարդանք համարները, բայց սա չի նշանակում, որ մի հատ կոշիկ առնելու կամ մի հատ շոր առնելու համար մեծերի սուտկա պետք է ֆրաս ու չառնես։ Հաջորդ օրն էլ գնաս ֆրաս, նոր 3 օրից հետո ֆրաս մի հատ կոշիկ առնես։ Սա էլ է աշխարհասիրություն, սա էլ է ժամանակի վատնել, սա էլ է քեզ թշնամի անել Աստծուն, ամեն։ 3 օր դու իշքան կկարդայիր, 3 օր իշքան կլեսվեիր, բայց դու դարար թշնամի տվեցիր ասո թշնամուն քո ժամերը, ոնց քո փառքին, թշնամին ատար է, քո եսասեր հաճույքներին, թշնամին, ամեն, ասու թշնամին ատար է, ասու թշնամուն ես տվել ժամանակը, ուրեմն դու թշնամի ես Աստծուն։ Աստվածային մանուկին թողել ես սոված ծարավ, պաշտամունքի չես մտե, թշնամուն ես տվել։ Եթե դու գնայիր այդ վայրում էլի ասո գործը գործեիր, վկայիր, խոսեիր, ուրիշ բան, էդի ասուն ես տալում։ Բայց եթե քո ժամանակը վատնվերա ոչ քարոզի, ոչ սերտողության, ոչ ասո փառքը պատմելու մեջ, դու ասո թշնամուն ես տվել ժամանակը։ Անգամ ուտելուց դու կարաս քարոզ լսես։ Բաղնիկ մտած երկար ժամանակ գիտենք մորտկո ժամերով բաղնիկա մտնում։ Ես հեռախոսը դնում եմ բաղնիքում լսում եմ քարոզ սերտողություն։ Ամեն, որ այդ արանքում համ մարմնավորը տոնեմ հարեչ, համ հոգևորը։ Կարող է 90-100% չմտնի, բայց 50% էլի մտնում է, որտեղ այդ ժամանակ շեղումները լարված քո գործին ես ուշադիր լինում, բայց շեղումներ լինում է, բայց մեկ-մեկ էլ միտքդ ուրիշ կողմ չի գնում, քարոզն ես լսում, ամեն։ Հիմա գրեք մի սիրեք աշխարհը, որպեսզի թշնամի չդառնաք ասում։ Կամ պետք է հարազատ լինեք աշխարհին, կամ թշնամի աշխարհին։ Հիմա դու առօրյա կյանքով մի օրվա քննությամբ կասես դու ասում թշնամի ես ելե թե հարազատ։ Եթե ժամանակիդ 50, 60 կամ 70-80% դու տվել ես աշխարհին, մարմնավորին, հոգևոր բան չկա, դու 100% թշնամի ես Աստծուն։ 100%, մի տոկոս չկասկածեք, կար ժամանակից հետո այդ 20% էլ ես տալու աշխարհին։ Ու կտեսնես, որ մի րոպե, մի տոկոս էլ ասում բաժին չի մնում։ Ու սատանան քիչ-քիչ է խլում քո ժամերը, քիչ-քիչ են ասեղի կետը իշեք, են մեխը իշեք, որ մեխի տեղը վերցրեց, կար ժամանակից հետո ապականեց ողջ տունը։ Ուրեմն մի սիրեք աշխարհը, որպեսզի թշնամի չդառնաք Աստծուն։ Այո, դու քո գործերով կարաս թշնամանաս Աստծու հետ։ Աստված քեզ երբեք թշնամի չի դառնա։ Աստված երբեք թշնամի չունի, ունի մի հատ սատանա, թշնամի հակառակորդ, բայց դու կարաս սատանայի կամակատարը դառնալով թշնամի հայտարարես քեզի Աստծուն։ Ասես ես պետք է հաճույքի հետևից գնամ, Տեր Աստված ինչ ուզում ես արա, ես քեզ չեմ ընդունում։ Այդ ժամանակ նոր Աստված քո պատիժը կտալը դու կարող ասես Աստված ինձ թշնամի է դառել։ Ոչ, շնացող, դու բռնեցիր ասո թշնամի դառնալու ճանապարհը։ Աստված իր արարած զավակներին, իր արարած դուստրերին ոչ մեկին թշնամի չի համարում։ Բայց կարաս դու ասես ես թշնամի եմ քեզ, ես սիրում եմ քո թշնամուն, քո հակառակորդին, որի անունը Բեղզեբուղ է, ու սատանայական հաճույքներին եմ տեղ տալիս, սատանային եմ տալիս իմ ժամերն ու ժամանակները։ Ինչ ուզում ես արա։ Այդ ժամանակ Աստված կհեռանա եւ դու կմատնվես այդ քո սիրած սատանայի դևերի ձեռը։ Ցավեր, հիվանդություններ, վաղաժամ մահեր եւ փորձանքներ։ Լավ, Աստված քեզ չի մատնում։ Աստված տրտմում հեռանում է եւ դևերը քեզի հափշտակում ու տանում են այդ տառապանքի ուղին։ Ամեն։ Դրա համար չհավատակ, որ Աստված ասում դևեր գնացեք պատժեք։ Գնացեք Հոբի պատմության մեջ նայեք։ Տերը թույլ է տալիս, որ քննվես դու, բայց Տերը նաև ուրախանում է, որ քննության մեջ դու կանգնում ես Աստծո կողքը
ու սատանային ետիս ես ուղարկում։ Փորձության մեջ հավատարիմ եղեք, կենաց պսակը պիտի առնեք։ Երանելի այն մարդը, որ փորձվում է, կարելի ասել երանելի այն մարդը, որ փորձության մեջ դևերի գլուխը ջաղջախում է ու կաղնում է Աստծո խոսքի կողքին եւ Աստծո խոստա պահում եւ իր բոլոր կրքոտ հաճույքները մերժում։ Ամեն։ Գրեք Հռոմեացիների 12:1-ից 2։ Հակոբոս 4:1-4։ Որտեղ են կռիվները ձեր մեջ, ժողովուրդ։ Ձեր պիղծ մարմնավոր ցանկություններից է, որը անելով թշնամանում եք Աստծո դեմ։ Խաղությունդ կորցնում ես, թշնամանում ես Աստծո դեմ, կկարդան կլսեք։ Ուրիշ բանի համար չէ, մի կողակցին մեղադրեք, ամենքը ձեր անխաղության մեջ մեղադրեք ձեզի։ Երեխեն արավ, մարդն արավ, բա դու ինչ իրանում։ Բա դու պետք է կանգնեիր Աստծո կողքին, խաղության աղավնու նման խաղություն տարածեիր։ Կամ եթե քո խաղությունը կորեր էր, միանգամից գնայիր խաղությունդ կարգավորեիր, ամեն։ Ուրեմն Հակոբոս 4:1-4, Առաջի Հովանու 2:15-17 եւ Եբրայեցիների 11:24-28, թե ինչ արավ Մովսեսը, մնաց փարավոնի կողքին, թե գնաց Աստծու եւ Աստծո ժողովրդի հետ, ամեն։ Փարավոնի կողքին մնալով թշնամի էր Աստծուն դառնալու, ամեն։ Աստծո ժողովրդի հետ գնալով, նախատինքն ու թուքմուրը կրելով, հարազատացավ Աստծու հետ, ամեն։ Եվ անապատում ասավ Տեր Աստված ավելի լավ է առանց քեզի հետ մնանք անապատում, քան թե առանց քեզ Քանանի երկրում։ Դու մեր հարազատն ես, դու մեր մտերիմն ես, դու մեր կյանքն ու առաջնորդն ես, քեզ ոնց թողենք։ Բայց դու կնախընտրեիր մնայիր չորուցամակ անապատում Աստծու հետ, թե Քանանի երկրում առանց Աստծու։ Եվ շատ-շատերը ընտրում են առանց Աստծու կյանքը Քանանի երկրում, ամեն։ Շատ-շատերը նախընտրում են Եգիպտոսի փարավոնին իր սեխերի, սխտորների, պրասների եւ ձկների համար։ Եղավ, բայց հետո ասում են մենք քրիստոնյա ենք։ Հանունով քրիստոնյա ես, բայց գործերով մեռած դիակ եւ թշնամի Աստծուն։ Հարց տուր Տեր Աստված, ես քեզ սիրում եմ, բայց դու ինձ սիրում ես։ Եթե բերանով ես ասում ես քեզ սիրում եմ, դու իմ հարազատն ես, բայց գործերով դու թշնամի ես, ինչի համար, որտեղ իր պատվիրանները զանց ես անում։ Իսկ Հովհաննես ավետարանն ինչ ասում 14-րդ գլուխ 21-23-ում։ Ով որ ինձ սիրի, ով որ իմ հարազատն է, իմ բոլոր պատվիրանները պահում, ամեն։ Եղա բառացի բոլորն են ասում են հարազատ ենք, բարեկամ ենք, բայց բարեկամ նորնվում նախանձում ճարանում են։ Եթե դու հարազատ ես ասում, դու միայն նրա կանոններով պետք է քայլես։ Դու միայն նրա վկան պետք է լինես, ուր գնաս պետք է իր մասին խոսես։ Այդպես մեկը չկա, որ հանդիպի քեզ չպատնվի նրան Աստծո խոսքը, ամեն։ Աստծո մասին։ Այ էդի է իսկական Աստծո հավատարիմ դեսպանը, որ ուր գնում է իր գործ ավետարանչությունն։ Նա կարող է այսօր չկարողանա խոսել այդ մարդուն, աղոթք անում, խոսքը բացում, չի ստասում, հաջորդ հանդիպմանը կստասվի։ Պետք է սպասես առիթի։ Երբ տվյալ մարդը խոսում է ու դու մտնես, երեք իսկականից մտնես թեմա, լավ պատմում է թե ոնց է, այդ կինը պատմում է թե ոնց է, այդ երեխեն ծննդաբերելու ժամանակ, որ ասել են վերջ, էլ ուժ չկա, կամ երեխեն պետք է փրկվի կամ դու, բայց քեզանից ուժ չկա, ասում է, որ հույս չկա, լսում է իր ականջով, որ խոսում են, չի փրկվի, ծնկի եկած աղոթք անում, բայց հələ չգիտի աղոթներ ինչ բան է։ Լսել է հավատացյալներից աղոթքի մասին ու Աստված կյանք է տանում։ Ասում եմ, հիմա ինչի մարա Աստված քեզ պահել ու մեզ բերեք քո կողքը։ Բերել է, որ մենք քեզ բացատրենք այդ կենդանի ամենակարող Աստծո մասին ու իրականից իր սաղ ընտանիքն էլ Աստծո պահած են, որ Տերը չլներ իմ ընտանիք պետք է չլներ, որ դու դառնաս ու կյանքիդ ես մի փոքր ժամանակը լիովին, լիուլի, կարամ ասեմ 100% ընծայես Տիրոջը, որտեղ սաղ կյանքիդ ընթացքում ընծայված չես եղել, բայց Աստված քեզ պահել է, Աստված քեզ կյանք է տվել, Աստված քեզ ավտովթարներից է պահել, ամեն մի տեղ պահել է, որ մի օր դառնաս հոգու փրկություն ունենաս։ Ու փառք Տիրոջը, որ այդ տեղին ժամանակին ասված խոսքը ոչ թե զզվանք պատճառելով, հապա սպասի պահը, որ գա հոգին կասա խոսի իսկական պահն, ամեն։ Հիմա տեսեք Հռոմեացիների 12-ը շատ են կարդացել ժողովուրդ, եւ դու լավ էլ գիտեք, շատերս անգիր գիտենք, բայց շատերս անգիր գիտենալով չենք պահում, զանց ենք անում։
Եվ թշնամի ենք դառնում Աստծուն։ Այտենց ինչ։ Մենք հույս տան Քանան ենք գնում հափշտակվող հոդնենք, մեկ էլ հափշտակությունը գնա մենք մնանք։ Որտեվ դու գիտես հոգին քեզի հանդիմանում է մեղքի համար, Հովանես առաքյալն ասում է, եթե մեղքի համար քո հոգին քեզ չհանդիմանի, բերանիցը թելածը կստանաս, բայց հանդիմանում է ամեն օր աղոթքից առաջ հանդիմանում է, որ շտկա ճանապարհը դու չես շտկում։ Գոնե այսօր որ խոստովանվում ես, վաղը էլ մի կատարա, վաղը կիսատ կատարա, այն միսօրը չես կատարի։ Սա ցույց կտա քո աստվածավախությունը, որ մեղքն ու չարությունը ատում ես։ Արդ կաղաչեմ ձեզի եղբայրներ Աստծոյ ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք, մարմին իրա կրքոտ հաճույքներով չի ասում, ես մարմինը տար դիվա առա, մարմին իրա դիվային հաճույքներով, մարմինը Աստծո խոսքին հակառակ գործերով, դիր Տիրոջ զոհասեղանին վառա ու ասել մարմին, ես քո ցանկությունը Տերոջով չեմ կատարելու։ Հիսուս ջան ընձենես փոխա, ընձենենց վերափոխա, որ ես այդ մարմնի կրքոտ ցանկության ետևից չգնամ։ Հենց ցանկությունը բերող դևը, որ մոտիկանում է քե, պայքարի մեջ մտի, տակավին այրուն թափա, բայց մեղքին մի տրվի, բայց մենք ինչ այրուն թափեր, են աղբոր ասում ենք մոտի սարի, սատանա, ոչ թե ետիս գնա։ Հլասը Հիսուսի անունով չքվի չեմ անելու, ես ուխտ եմ արել, որ ես այդ պատվիրանել զանց պիտի չանեմ։ Ու 1, 2, 3 կստասվի քո մոտ եւ դու հաստատուն կքայլես ու ել չես ընկնի։ Ուրեմն այդ կաղաչեմ ձեզի եղբայրներ Աստծոյ ողորմությունով, որ ձեր մարմինները ընծայեք կենդանի զոհ Սուրբ Աստծոյ հաճելի, որ ձեր բանավոր պաշտոնն է։ Եվ մի կերպարանվիկ այս աշխարհի կերպարանքով ամեն ինչով, հագուստով, մտածելակերպով, սայդերը մտնելով, ժամանակը վատնելով, կերպարանք կստանալը, դու տունն ես, բայց տունը չես, աշխարհի մեջ լողում ես սայդերում, փախնում մտնում ես բաղնիկները, տուալետները, գաղտնի բաներ ես նայում, վերջ ելնում ես, ցույց ես, որ մեկը գալիս է թափ հեռախոսը անջատում ես, բա ինչու ես վախենում, այդ ամենակարևոր մեկից չեք վախենում, նա ամեն ուր է յորղանի տավն ես նայում, տուալետներում ես նայում, Էդի կապ չունի քույրիկ ես թե եղբայր, տանը զալում ես նստած նայում, բայց ժամանակը վատնում ես, հələ հարց դու եսի ասու այդ կապ ունի։ Ես իմ ժամանակը տալիս եմ ասո թշնամուն թե Հիսուսին։ Ես հարազատացել եմ, այս քայլերով հարազատանում եմ Հիսուսի հետ թե հեռանում եմ։ Լավ էլ գիտեք ինչ եք անում, լավ էլ օքին հանդիմանում է ու չեք էլ ամաչում։ Բայց ժամանակն ասում եք հաճույքը ողջակեզ անեք։ Ամեն։ Եվ մի կերպարանվեք, կերպարանքը մենակ հագուստով չէ, մազերը կտրելով ներկելով չէ, մենք մազերի խնդիր չունենք, ունքերի խնդիր չունենք, համայրա, հագուստի խնդիր չունենք, մեր ժամանակը դևերին նվիրելու խնդիր ունենք։ Այ այսօր այս թեման է հենց ժամանակի մեջ, ժամանակը դու ոնց ես բախշում ու ծախսում։ Լավ հասկացան գործի ես, գործից եկար ինչ ես անում։ Աստված քո կյանքում ամենաառաջնայինն է, թե հետին պլանա ժամանակը ծախսելու մեջ։ Ինչու ես ասում գցե ամենավերջի պլանը։ Աստված էլ քո հոգսը կգցի ամենավերջի աղոթների հետ։ Ժամանակ ունենա կպատասխանի չէ։ Ինչպես ես դու Աստծո հանդեպ, Աստծո խոսքի հանդեպ, այնց էլ Աստված ձեր հանդեպ։ Մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով։ Ասում եմ կերպարանք մենակ արտաքինը չէ, արտաքինը պետք է լինի, բայց նաև ներքինը պիտի լինի ժողովուրդ։ Մի կերպարանվիկ, հապա ձեր մտքի նորոգությունը նորոգվիկ, որպեսի քննեք թե ինչ է Աստծո կամքը, որ բարի, հաճելի ու կատարյալ է։ Դու գործ ես անում տան մեջ, լավ ճաշ ես եփում, էդ էլ Աստծո փառքի համար։ Ամուսնու չորերն ես արդյունքում, պետք է պարկեշ թաքնի ու Աստված փառավորվի։ Աստծո փառքի համար եմ իմտացեք։ Բայց դու որ տունը նստած սայդերով պղծվում ես, էդի սատանայի փառքի համար է։ Տունը ինչ բարի գործ անում եք, ձեր տունը մտնող մաքրությունը տեսնողը էլի պետք է ասում փառտա։ Քո կոկիտ պարկեշտ հագուստը, երեխեքիդ պարկեշտությունն ու առաքինությունը դաստիարակում է, ժամանակը տալիս ես երեխիդ դաստիարակելու, Աստծո փառքի համար է։ Տիրոջ գիրքն ես կարդում, դաստիարակում ես, Աստծո փառքի համար է, չեմ ասում է ծայրահեղությունից ծայրահեղության եթանք։ Բայց մտերես սայդը լկտիություն ես տեսնում, մտը ինչ Աստծո փառք։
Դու մտեր ես պղծվում ես, բան նայելու համար թռար ինտերնետի եսին վարդերանք։ Հա սկզբից ուշադիր բարի բանով ա մեզի տանում YouTube, սայդեր, Facebook, Instagram, ով որ ունի, լավ կրնի ջնջեք էտի, տերը գիդ էտի կե պետքա թե չէ, գործի բերումով, հենց ես չունեմ Facebook, Instagram, TikTok, ձեր TikTok-ը մերնի, այդ TikTok-ը պղծության աղբյուր ա, հոգևոր մարդ այդ սայդերը պետք է քիչ արմատախիլ անի, եթե ոչ իրակյանքից աղցուն է արմատախիլ արե արդեն։ Դա ժամանակի ինչ ասեմ, մալատիրկային մենք, որ աղում է, աղումը ուտում է։ Դա ժամանակի փչացնող համար մեկ գործիքն է։ Համար մեկ, որ այն ձևի է տանում, դու չես զգում, մեկ էլ տեսնում ես 3 ժամ ինտերնետի մեջ նիր։ Գիրքն դե, աղոթքի գորքն դե դատարկ, բայց դու ժամանակ ես փչացնում։ Իսկ Հիսուսն ընդե սոված ճվճվում արդեն տառապանքի ձայները հանում, որ հեսա կմարի։ Բայց քո հեչ ինչի, դու դե գանձ ես գտե, ավելի ճիշտ աղբ ես գտե քո մարա գանձ։ Իսկ գանձերը անտեսվել են։ Հիմա դու ասո թշնամին ես, թե ասո հարազատը։ Դու ձեր պերնով ձեր դատն արեք, ասեք ասո թշնամի։ Անդրե Մյուրին Սմիթն ինչ են ասում։ Ասում է, եթե նար լիներ կգրեի Աստծո եկեղեցիների ամեն եկեղեցու բացը մի բառով, որոնց կյանքում էդի չկա, առաջ Աստված ամեն բանում։ Փողի հարցում, ժամանակի հարցում, ներդրման հարցում, ամեն բանում առաջ Աստված է քո կյանքում։ Առավոտ զարթնար ինչ ես արել, աղոտ գիրք սկսվել է տենց կամ երբ փառաբանություն, չէ, ուրեմն լեշերին ես տվել, Եսավի նման լեշերի հետևից էլ կգնաս, փորձեք, առավոտյան հելակ, աղոտ կարեք, գրքին տրվեք ու կտեսնեք ձեր կյանքը ոնց է փոխվում, եւ տեսեք դա է հաճելին ու կատարյալը ասում ար։ Դու առավոտյան հելերես կռվում ես, անխաղություն ագնում տունը։ Առավոտյան հելերես որ կրամորի նման փորդ ես խսկում, բեդ օրը տենց էլ կգնա։ Եթե դու առավոտյան լեք ասու երեսը փնտրեք, երանելյանա, որ առավոտյանին դրանդիների մոտ իմ երեսն է փնտրում։ Հետ օրը տես խաղաղել կգնա, հասկացաք։ Հիմա տեսեք, սա շատ կարևոր է, Հակոբոս առաքյալն ինչ է ասում։ Ձեր միջի կռիվները, անխաղությունները, լարվածությունները ուրկե են գալիս։ Ձեր մարմնավոր ցանկությունները, ձեր մարմնավոր պահանջները չբավարարվելուց, որ դուք հելնում եք առավոտյան կանուխ ուզում եք միայն ձեր մարմնավոր պահանջը բավարարեք, Աստված էլ չի թողում։ Իսկ եթե դուք, ինչպես Մատթեոս ավետարանում է ասում, հելնեք առավոտյան Աստծո արքայությունը, անոր արդարությունը փնտրեք, որ չխնդրեկել է ձեր մարմնավոր Աստված կփռի ձեր ոտքերի տակ։ Եթե ձեր տնից մարմնավոր օրդությունները պակսում է, արդեն ձեզանից Աստված հեռացել է։ Քո տունը օրորի պետք է օրհնվի։ Դու քննի ինչի մարաորտությունը պակսում, ինչու է փորձությունն եկե սրբեմի խոսքի 100,000 դրամ քո տնից տարե, որ էդի կարա իր օգտագործեիր տիրոջ փառքի մեջ, քո ընտանիքի մեջ ավելի լավ բաների վրա ծախսեիր։ Քննի անպայման, եթե ես թեթևակի բաներից քննես, մեծ բաներին չես հանդիպի։ Հիմա տեսեք, ուրկեն պատերազմները, ուրկեն կռիվները ձեր մեջ։ Պարզ լսեք, դու միշտ դիմացինին եք մեղադրում, ես խաղաղ էի, ինչի կար կռիվ գցիր մեջս։ Բայց դիմացինը պիտի գա ու չկարա քո մեջ կռիվ գցի, եթե դու հաստատ ունես, ամեն, եթե դու ասուն ես, եթե դու տիրոջ հարազատն ես, ոչ թե տիրոջ թշնամին։ Տիրոջ թշնամիներն են, ես կանգնած առիթի ման գալիս, որ կռիվ անեն։ Իսկ տիրոջ հարազատները կանգնած են, որ ինչքան կռիվ լինի, Աստծո խոսքի աղոթքով մարեն, ամեն։ Հիմա դու Աստծո հարազատն ես, կռիվ մարող, թե Աստծո թշնամին ես, կռիվ հորդորող։ Չլնում ես բաներ ձեր տներում, շատ ալնում, որ կարաս խաղաղության ողավնու նման այդ կրակների վրեն ջուրացես, խաղաղցնես կողակցիդ, բայց դու հատկապես կռիվ ես հորդորում։ Ուրկեն պատերազմները եւ ուրկեն կռիվները ձեր մեջ։ Չէ որ ձեր ցանկություններ են, որոնք ձեր անդամների մեջ կպատերազմեն, քո անդամների մեջ կռիվա։ Դու չես կարողանում խաղաղցնես, ապա անխաղություններ ես տալիս։ Ես շատերիդ որ խոսում ես ոտի վրա գնում գալիս են, որ կռիվ հորինեն։ Իրանք իրաց բերնով ասում են, որ մենք չէինք կարողանում, մենք էլ էինք դևի ձեռ, ամեն։
Կեսեսակ հոգին ցանկանում է ու չունի, խնդրում է չի առնում, ավելիա չարանում, ավելիա կատաղում, կցանկաք ու չունի, կսպանեք ու կնախանձեք եւ չեք կրնա ձեր ուզածին հասնել, կպատերազմեք ու կկռվեք, բայց չունիք, վասնզի չեք խնդրեր, կխնդրեք ու չեք առներ, վասնզի չար եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունները բանեցնեք, չար եք դուք, չար մարդն է անխաղաղ ամեն, բարի մարդը, որ բարի է, նաև խաղաղ է ամեն, նաև սիրով լեսված է, նաև հոգով լեսված է։ Շնացողներ, չեք գիտեր, որ այս աշխարհի սերը Աստծոյ դեմ թշնամություն է, աշխարհի սեր, ես չեմ ասում կգնաք ինչ աշխարհի մեջ քարեկուրքերը կպաչեք, ոչ աշխարհի կրքոտ հաճույքների հանդեպ սեր, աշխարհի պճնվելու հանդեպ սեր, աշխարհը բացում է իրան, բացելու հանդեպ սեր, ամեն, որ կրամոլության հանդեպ սեր, սրան կարող է թշնամի է ասում, լեզուն արագ խոսող ու լեզվով խեղդող բնավորության հանդեպ սեր, էլի աշխարհի կա, մենք չենք ասում այս շնություն, գողություն, ամոթա դրա մասին խոսենք, հայոյան կանեցք, բայց դու ուզում ես նմանվել են պղծված անառակ աշխարհին, նրա նման հակնես, նա հակելա դու էլ հակնես, ինչի դու են ծառակցինի հակի, որ տարբերվես աշխարհը փափագի քո նման հակնելու, ամեն, աշխարհը անպայման սայդերում թափառում է, դու էլ պետք է թափառես, բա գրքի մեջ ով լողա, բա ով վադալազեն շորերը հակնի սուզվի խորքերը մարգարիտ ու սուտակ գտնի, աշխարհը կանա էդի, դու թող ես իսկական գանձերը գտնելու գործ է, որ դի գանձ գտնես 10 այդ մարգարիտները աշխարհիկին փարախ բերես, հեգացել ես իրա նման սայդերում ես լողում, տիկտոկներով ես հրճվում, հլտե ասումայի մալակիսուրին տպե, մոզեն էլ պիդում կլխից, ինչ ասես նկարում դնում են լկստված բաներ, բոլորը գիտեք ինչ եմ ասում, որտեղ բոլորը լողում եք դրա մեջ, ու բոլորը նայում եք, ու հոգին ասում ես ինչ եք նայում, գալիս խոստովանվում են, լավ, քուրջան ասում եմ, դու տեղը թող գիրքը կարդքիր, գրքիդ տեղը չգիտեի, գիտեի ասում եմ, մի ուշ տանում էր տիկտոկը, այո, մի դիվային ուշ, որ շղթայակապար է, ու մարդիկ կան չեն կարում ազատվեն, բայց Հիսուսին եթե դառնան կազատվեն, հիմա տես շնացող, ես բառը քո հետ կապ ունի, ինտերնետներում եղած դու շնացող ես, աշխարհի կերպարանք ընդունած շնացող ես, կրքերի գերի դու շնացող ես, որ չես կարում ազատվես, շնացողներ, չեք գիտեր, թե այս աշխարհի սեր Աստծոյ դեմ թշնամություն է, հլա Սմիթն էլ ասում, քննա շնացող բառը, էականը գործներ չէ, բայց դու գործերի մեջ ես, կարող է դու եգիպտացիներից զատվող իսրայելացիների նման դու գործերով հեռանաս Եգիպտոսից, բայց սիրտդ մնա Եգիպտոսում, ամեն, բայց դու գործերով զատված չես Եգիպտոսից, եւ դրա համար ես փշեր, ես օքսեր, ես կրքոտ ցանկությունները բերող դևերը, ինչ են անում, խեղդում են քո ցորերին, որ պտուղ չտա մնաս անպտուղ, դրա համար քո կյանքը չի փոխում, դրա համար քո տան օրհնությունները պակասում է, դրա համար քո տան ցավերը կշատանան, շատ կշատանան անոց ցավերը, որոնք օտար Աստծու են նախընտրում եւ ծառայում, Սաղմոսների մեջ գրված է, շնացողներ չեք գիտեր, թե այս աշխարհի սերը Աստծոյ դեմ թշնամություն է, ուստի ով որ կուզե աշխարհին բարեկամը լալ, ինքսին Աստծոյ է թշնամի կնե, խոդու չեք եթե աշխարհի թազա ամուսնանա, չէ, ես այդ բարեկամության մասին չի խոսում, եսի խոսում այն բարեկամության մասին, որ ամեն օր շփվում ես իրա հետ, հեռախոս, սայդեր, հեռախոսը կարաս օգտագործես Աստծո ժողովրդին կրթելու, խրատելու համար երկրը երկիր, բայց հենց անջատում ես, հոգնում ես գրքից ու աղոթքից, ուր ես ներխուժում, YouTube, Facebook, Instagram, TikTok, քո գործընկերային սայդեր, ճիշտ է, ու լա հաշվա քանի ժամ ես տալու մտոնցը,
Քանի րոպե ես տալում գրքին աղոթքին, քանի ժամ ես տալում։ Ունդուց օգնել չկա, իրիկուն եկելա սայդերի մեջ կթափարես մինչև 4-5 չես քնի։ Հələ բաց հոգևոր քարոզ լսա, կես ժամից այդ նարկոզ ես ստանում։ Փորձ եկել է, որովհետև չարդ է չի խանգարում, որ դու պղծվում ես, բայց երբ ուզում ես սրբանաս, խանգարում քունա բերում։ Ճիշտ է։ Քնում ես երախոսը ցերից մեկ տեսնես դոշի տա, բայց որ քո ուզած հաճույքները ինտերնետից նայում ես կրկոտ հաճույքները, լկտիությունները, այդ ժամանակ քունը փախնում է, որտեղ պետք չէ քեզի քնցնի ժամանակ, մնաս անկում որ ցերեկներ ուզենաս գիրք կարդաս քնես գրքի վրան։ Եղավ։ Հոգնում է քո աչքերը։ Դու պղծվում ես եւ քո սուրբ ջրերին կոյուղաջուր ես խառնում։ Ամեն։ Տերը ողորմի։ Հիմա տեսեք շնացողներ չեք գիտեր թե այս աշխարհի սերը Աստծոյի դեմ թշնամություն է։ Ուստի ով որ աշխարհը կսիրե, ուստի ով որ կուզե աշխարհին բարեկամը լալ, մոտիկանալ, ինքսինք Աստծոյը թշնամի կնե։ Ու տեսեք ցածրը կարդամ ինչ ասում։ Կամ թե կկարծեք որ գիրքը պարապտեղը կսե թե նախանձիկը փափագի ձեր մեջ բնակվող հոգին։ Սմա կեր դուր սոված եմ, հաց եմ ուզում, ձերդ կդրաս, թե կարևոր բաներ եմ գտե։ Եվ տեսեք ինչ է ասում։ Սակայն ավելի շնորհք կուտա անոր համար կսե Աստված ամբարտավաններին հակառակ կկենա, բայց խոնարհներին շնորհք կուտա։ Ուստի նազանդվեցեք Աստծոյը, Աստծո պատվիրանները պահեք եւ սատանային հակառակ կեցեք եւ անիկա ձեզ մե պիտի փախչի, Աստծոյը մոտիկացեք եւ անիկա ձեզի պիտի մոտիգնա, ամեն։ Ոնց մոտիկանաք Աստծոյը ժողովուրդ։ Գրքի, աղոթքի, պաշտամունքի, վկայությանն ու քարոզչությանը ժամանակ տալով եւ շատացնելով։ Էսի ձեր կյանքում չի շատանում, դուք օրորի հեռանում եք եւ թշնամի եք դառնում Աստծուն։ Մի անգամից չեք դառնում ժողովուրդ, քիչ եք դառնում։ Սատանան հիմար չէ գա մի անգամից ասա հայոյա Աստծուն ու մերի։ Դու քիչ անգամ կարող Աստծուն հայոյեսին ես դիվա արվես, լավ։ Եթե գիրքն ու աղոթքը պակասավ գնաց քեզանից, որ մի ժամանակ դա մահ էր քո համար, անեստն ու հայոյանքներ կտաս արդեն կարճ ժամանակից հետո, պարզա։ Դրա համար արթնացեք ու շադիր եղեք աղոթքին, գրքին, պաշտամունքին, վկայությանն ու քարոզչությանը։ Այս 5 բանը ձեր կյանքում շատացավ ցեզի բռնել չի լինի, ամեն։ Աղոթք, գիրք, պաշտամունք, քարոզչություն, վկայություն։ Քո կյանքի որ տոկոսն է այս բաներով զբաղված։ Եթե 50%-ից ավել չկա, դու գաղջ ու թշնամի ես Աստծուն, կամ մանուկ կատնակ ես։ 50% եւ ավելի, 50+1։ Եթե չկա, դու չհավատաս, որ կարաս քո միջի ադամական եսին հաղթես Տերովը։ Շատ փոքր ես, շատ պստիկա եւ անտարբերության մատնված է քո մեջ եղած աստվածային կյանք։ Լսեք առաջ Յովանու 2-րդ գլուխ 15-ից 17։ Պարզ ասում է, որ քո մեջ Տիրոջ հոգին չկա, արդեն մարը հեռացել է քեզնից։ Որ ավատացյալներից, ուշադիր լսեք։ Մի սիրեք աշխարհը, հասկացանք չէ, որ դու նայում ես աշխարհի անբարո ակուկապին, աշխարհի շնացող կերպարին ու պատկերին, որը հակառակ Սուրբ գրքին անում ես, դու սիրում ես աշխարհը, ամեն։ Դու աշխարհի կերպարանք ես ստանում, որ դու աշխարհի նման սաղոր հեռախոսը ձեռը թերթում ես, ավտոբուսի մեջ նստած ես, գոնեն ապղծությունն է թերթում, դու էլ քարոզը լսի, ամեն։ Բայց դու էլ նրա նման սայդերում ես, դու աշխարհ ես ու շնացող։ 5 աշխարհի մեջ է խորանում պղծվում, դու սուրբ քարոզների մեջ խորացի, գիրքի ընթերցանություն լսի։ Ախր դու ուզում ես լսես մի չարուշ տանում, որն դու նման աշխարհիկ բաները լսես։ Ու դառնաս շնացող եւ թշնամի Աստծուն եւ Տիրոջ հոգին բացակայում է քո մեջ ըստ էս համար։ Որ Տիրոջ հոգին չբացակայեր, Տիրոջ հոգին քեզի կստիպեր, որ դու քարոզները լսեիր։ Տիրոջ հոգին քեզի կստիպեր, որ Աստծո խոսքով լսվեիր։ Մի սիրեք աշխարհը, ոչ էլ ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկ աշխարհը կսիրի անոր ներսիդին հորսերը չկա։ Վերջ, հորսերը չկա, հորսիրո հոգին չկա։ Եթե մեկն աշխարհը սիրում է, դիվահարա, խավարա։ Ինչ ասում Կորինթացիների ուղերձում Պողոս Տեզոր առաքյալը։ Իշ գործ ունի Քրիստոս Բելիարի հետ։
Իշ գործունի լույսը խավարի հետ, իշ գործունի հավատացյալն անհավատի հետ, եթե նա չի կարում նրան լուսավորի և փոխի։ Եթե մեկ աշխարհը կսիրի անոր ներսիդի նոր սիրո հոգին չկա։ Քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը, թե մարմնի ցանկություն, քո մեջ ցանկությունը առաջանում, լա հարստեսի քեզի դարձնում է թշնամի Աստծուն, թե հարազատ։ Աչքի ցանկություն, տենում ես, ցանկանում ես, հոգևորին ես ցանկանում, թե աշխարհին։ Նորից եմ կարդում, քանզի ամեն բան, որ աշխարհի մեջ է, ո ասում է ինչ է, մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը եւ այս կյանքի ամբարտավանությունը, որը քրքին հակառակա, հոր մեջ է, հապա այս աշխարհեն է։ Աշխարհս էլ կաստի անոր ցանկություններն ալ, բայց ան որ Աստծո կամքը կկատարի, բարեկամ կդառնա Աստծուն, Աստծո պատվիրաններով կքայլի ու կսիրի Աստծուն, հավիտյան պիտի մնա, ամեն։ Իսկ աշխարհը եւ իր բարիքները ու իր բարիքներին գերի բոլոր Աստծո թշնամիները պետք է մեռնեն ու դժոխք գնան։ Բայց ով որ սիրում է Հիսուսին ու նրա պատվիրանները պահում է ու բարեկամ է դառնում Աստծուն, նա հավիտյան պիտի ապրի, ամեն։ Դե հարցտ ու անցած օրը դու բարեկամ ես ել Աստծուն, թե բարեկամ ես ել սատանային։ Դու Բեղզեբուղի կամքն ես կատարել, թե Աստծո պատվիրաններն ես կատարել։ Հեսօրը նոր ասկսվել ել կա մեկ իշ կարդացել եք եկերեք, հələ սրանից հետո հիշեք ինչին եք տալու ձեր ժամերն, արդեն պլանավորել եք։ Ոմանք այցելություն, օրենք մենք այցելություն պետք է անենք։ Այդ այցելության վայրը կարանք խոսենք Հիսուսից, կարանք մարդկանց հորդորենք, կարանք հա մարմնավոր այցելություններ էլ կլինի, բայց դու մարմնավորից հոգևորը պետք է ծնես, ամեն։ Մարմնավոր թեման պետք է փոխվի հոգևորի։ Աշխարհս էլ կաստի անոր ցանկություններն ալ, բայց ան որ Աստծո կամքը կկատարի, հավիտյան կապրի։ Հիմի քո մոտը տենց է։ Դու իրականից կարում ես Մովսեսի նման ամեն ինչ աղբամարես ու գնաս Աստծո ժողովրդի հետ չարչարվես, ամեն։ Հիմա ընթերցում եմ Եբրայեցիների 11:24-28, որպես վերջնաբան, որ հետևենք Մովսեսի արածին։ Ժողովուրդ այդ Մովսես մանուկը որ ծնվավ, մեր մեջ ծնված Հիսուս մանուկի խորհուրդն ունի, որ այդ տառապանքի ուղիով անցավ, եկավ Իսրայելին առաջնորդ դարավ։ Հատենց էլ Հիսուս մանուկը, որ ձեր մեջ նորմալ ծնվի, սնվի, մեծանա, ձեր կյանքի առաջնորդը հրաշագործ ու փրկիչը կդառնա եւ ձեզի քանան մտցրողը, ամեն։ Նմանա, չէ՞։ Հələ գնացեք տեսեք Մովսեսի կյանքը ու ձեր մեջ ծնված Հիսուսի կյանքը։ Կվախենաս փարավոնի բարկությունից, կմեռնես, չես վախենա, Տերը կպահի եւ Մովսեսը Հիսուս մանուկն էլ քո մեջ կաճի ու կմեծանա, ամեն։ Դու անվախությամբ հանձնվի Տիրոջ ձեռքը եւ ամեն բանում նեղության օրը Տիրոջը կանչա ու դու կտեսնեք Տերը ոնց է պահապանելու ձեզ։ Ուշադիր հավատքի գլուխն է 23-ից կարդամ մինչև 28-ը եւ դրանով ավարտենք։ Հավատքով երբ ծնավ Մովսեսը, իր ծնողների ձեռքով 3 ամիս գաղթուկ պահվեցավ։ Էդի հիմի մեր մեջ Հիսուսի համար ծնող մենք ենք համարվում, որ տրան պետք է լավ սնենք, խնամենք, ապահով վայր տանենք, պահենք, տագ միջավայր լինի, մարզանք անենք, սնունդ տանք, շնչառությանը հետևենք, ամեն։ Եվ այդ մանուկը կմեծանա ու քո կյանքի առաջնորդն ու փրկիչը կդառնա։ Հավատքով Մովսեսը երբ մեծացավ, չընդունեց փարավոնի աղջկա որդի կոչվելը։ Ժողովուրդ, էսի գիտես ինչ պաշտոն էր։ Էսի գիտես ինչ դիրք էր։ Հիմա երբ դու հավատքի մեջ ես, քեզի տես դիրք ու պաշտոն են առաջարկում։ Դու ընդունում ես, թե մերժում ես։ Շատերդ ընդունում եք եւ մերժում եք Քրիստոսին։ Քանզի ավելի աղեկ սեպեց Աստծո ժողովրդի հետ չարչարվելը, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելելը, ժամանակավոր կրքոտ զվարճանք։ Ինչա, այս աշխարհիկ բոլոր բաները ժամանակավոր չեն։ Աշխարհն աստում այդ կրքերն էլ կասնեն, բայց Աստծո խոսքը հավիտյանը սավիտենից նույնը անփոփոխն է, անցնել չկա սրան։ Թե հիմա թե հավիտենության մեջ։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան։
Ուրեմն քանզի ավելի աղեք սեպեց Աստծո ժողովրդի հետ չարչարվիլը, քան թե մեղքի ժամանակավոր զվարճությունը վայելելը։ Ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, թուքումուրը, Քրիստոսի ժողովրդի հետ հալածվելը, քան թե Եգիպտոսի գանձերը։ Եսի բառացի մենակ խոսում եք։ Եգիպտոսի դաստով գումարները դրած լինի, ասել ես գումարները կվերցնես, թե կգնաս Հիսուսի կողքին խաչ կգրես։ 90% կքան գումարների կողք։ Ու մենք ասենք մեզանից լավ հոգևոր չկա։ Քո աչքին։ Հիշում եք Շերուտան ասում, փողը ոսկին դրեցի սեղանին։ Վանականներին ասեցի, ես իրոք նվիրատվություն ատաճար, ձեզի իշքան պետք է վերցրեք, ասում փախան փողից։ Հիմա պատկերացրեք, թե շարացա կալուդով դոլարները, ամեն կալուդը $10,000 է։ Ասում եմ, եսին նվեր է եկեղեցուն, ժողովուրդ, դուք էլ սես կաղնացեք, որդ իշքան կուզավ եկալեք, վայթե մենենց նա ծերերին տշեք թռնեն են կողմ, ամեկը ոչ թե մի կալուդ կվեկալեք, իշքան կարակ կվեկալեք սեղանի վրից։ Բայց Մովսեսն ասում է ամեն ինչ աղբամարես, գնաց ալածանքի, չարչարանքի, նախատինքի ետևից։ Դու հլը քեզի հարցու իրականից, երևի իմի Մովսեսին գիժամ արեք։ Բայց նա ժամանակավորն էր, իրոք մենք տենում ենք, որ ես աշխարհի գումարները ոսկի ու արծաթ պյանեն թափեն փողոցները, բայց ընդինը մնայունն է։ Ինչպես են որ մի կարոզիչի լսում, որ ասում է ընկերոջս տունը կողոպտել են Ամերիկա, թե վարդ է։ Ասում ասի աղբերս մեն տարել են, ասում հա, որը ապահով տեղ չէր, մնացածը սրբետ տարել են, ասում ասի գոնե այդ ապահով տեղում հարմար գումար մնացել է, ասա վարդ են այդ տեղ, ասում ինչը գրգերի երկինք էդի է մնացել, մնացածը երկրի վրա սրբետ տարել են։ Չեք մտածում, որ այսօր մի երկը սրբեն կտանեն, կամ այսքան ավերածություններն ու կռիվներն ու պատերազմները, որ տեսնում եք Գազան դուրեցին, տեսքի հարուստ մարդ չկար, ուկրաինացքի հարուստ մարդ չկար։ Իսկի կուտակած հարստություններ չունեին։ Գետնին ավասար դառան քաղաքներ, հələ Հովելի երկրորդ գլուխը կարդացեք։ Ինչը կղրգեսնդե էտիա մնայուն, ամեն։ Ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, երբ դու գալիս ես Քրիստոսի խաչի ճամփեն, հարազատ ես դառնում Հիսուսին։ Սիրում ես նրան եւ թշնամի ես դառնում սատանային։ Եվ սատանան ամեն հալածանքը կարաբերի քո գլխին։ Ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը վասնզի դիտելով կսպասեր վարձքի հատուցումին։ Իմի ես անում եմ այդքան, ապրում եմ, բաժանում եմ, վազնում եմ, հասում եմ տերոշմով։ Շատերը ես խենթ ալարիվ։ Քո արած գործի, անուն ինչա, կորասել ընձին իր կաստыз մի ուրած։ Ասի մարած գործը տո ծննդական կնգացավ եմ, նման եմ անում, ծնում եմ, սնում եմ, մեծացնում եմ, կրթում եմ, դաստիրակում եմ տերովը, դպրոցից տանում եմ ինստիտուտից ասպիրանտուրա, ասում այդի դորա, ասում եմ մեր դպրոցն արիքը տեսնես Սուրբ Հոգու, հասկանում եք, քեզի տեսնում են, որ դու բանես բարադարի, անգործունյա, պորտաբուծի մեկն ես։ Գիտեն ավետարան քարոզել է տենց էշտ բանը, ծննդական կնուշ նման ցավ պետք է քաշես մինչև Քրիստոսը ձևավորվի մանուկների մեջ։ Ամեն օր օքսեր, ամեն օր պրոբլեմներ, ամեն տեղերում։ Ուրեմն ավելի մեծ հարստություն սեպեց Քրիստոսի նախատինքը, քան թե Եգիպտոսի գանձերը վասնզի դիտելով կսպասեր վարձքի հատուցումին։ Հավատքով Եգիպտոսը թողեց, իմի դու թողում ես որ Քանան եթաս։ Հետ թողել ես, բայց սրտով են սեխերն ու սխտարներն են անառակ կյանքը, են լկտի ակու կապ էդ ամբարո քսվելն ու դզվելը, դորը դոշը բացելը, ինչ կար դրա մեջ, դու պետք է ամաչես խինդ հիշելուց, ամաչես, ասես լավ ես ինչ ստոր զզվելի եմ էլ, ես ոնց եմ ապրել, բայց դու լա ախ ես քաշում են կներեք կրոնավոր խոզի կյանքի համար, դու խոզ ես էլ ես էլ քո հետ, հոգևոր խոզ, բոմշերի նման մենք աղբանոցում ընկած ենք ելե, մեր տերնեկերը մեր կողքով անցել է ու ձերքը մեկնել ասել է զավակը ձերքը տուր, ապրիս ու իմ նման սուրբ ու մաքուր էլ, հելը իմի տրտնջում ես, ախ մե հավատացյալ չի լնեի, բայց ինչ էր լնեյլու, բոմշ,
անբարոյական, գող ավազակ, այդ չէր առանց հավատքի մեր կյանք։ Եվ հավատքով Եգիպտոսը թողեց ու չվախեցավ թագավորի բարկությունեն։ Վասնզի ամփերեց, որպես թե անտեսանելին կտեսներ։ Հավատքով հրավ զատիկը ու այրունի սրսկվիլը, որպեսի անդրանիկները սատկեցնողը իրեն չդիպչեն։ Հիմա տեսնում եք, որ նա հավատքով քայլեց ոչ թե երևույթին նայելով։ Եթե հավատքով չլիներ, երևույթը ահավոր էր, հիմարություն էր Մովսեսի օրացը, Փարավոնի որդի էր ամայրա, ուներ ժառանգություն դարես դար, աշխատելու պետքություն չուներ, պիտի ոտքերը փռեր, պարկեր ուտեր, մենակ հավատարիմ մնար Փարավոն սատանային, բայց նա Փարավոնին մերժեց, սատանային մերժեց, ումը հավատարիմ մնաց Հիսուս Քրիստոսին, Աստծուն, դրա համար տառապեց, դրա համար թքին, փեդերը գլխին տվին, քարերը գլխին տվին, չէ, հալածեցին, բայց նա այդ ամեն նախատինքը սիրով տարավ Քրիստոսի գերազանց գիտությունը ստանալու համար, ամեն, ինչպես Պողոսը։ Հիմա որոշեք դու, էստից դուրս եկար, ուր ես գնում, մեքենայի մեջ ինչ ես լսում, մեքենայի մեջ ինչ ես խոսում քո կողակցի հետ, հորդորում ես, քարոզում ես, հասար տեղ ինչ ես խոսում մասային, արիտներ որոնում ես, որ այդ երեխի ծննդյան համար գնացել ես, քարոզ տաս, որ Հիսուս մանուկն էլ ծնվի իրանց մեջ, ամեն, սնվեն, մեծանան, թե խելքը միտքը սեղանի վրի խորովազներն ա, ռնդա մատել օրշտանք դու ել գնա, կան է, որ տունետուն պտտում են իրանց փորը խսկելու, դու անգամ սեղանի վրեն պտի չկարաս ուտես, որ ընդանք ուտում են, ակաժները պարապա, հեշտ կլսեն, ամեն, ոչինչ, այ կեր, թե չմնաց, հեչ էլ մնա, ես մի հատ պեչենիով էլ յոլլա կգնամ, ես էլ մրկի սեղանից կոկ տվեմ, բայց ես որ կտես, որով այնը թողում ա, որ դու խորովացից հաշկերը թեք ես դեպի երկինք սկսես քարոզել, էսի ա էական, ամեն, կագնենք աղոտքի, և այսօրվանից դուք հլը հենց ըստից դուս կգաք, ամեն մի քայլը գցելուց պատմուճանի վրի զանգակը զանգ էր տալում, ես ուր ես էթում, ես ինչ ես խոսում, էդ ինչ ես մտածում, մտածել, խոսել ու գործել, եթե դու հաշվետվություն պահանջեք ձեզանից, դու հոգևոր կդառնաք, բայց դուք առանց հաշվետվության, ինչ մտածում եք, խոսում եք, հիշում եք Հիսուսն ինչ ասավ, դուր ուզում եք գնում եք, ինչ ուզում եք խոսում եք, բայց իմ հայրենցի երբ հրաման կտա, ես այն ժամանակ կգամ, երբ հրաման կտա, ինչ հրաման կտա, այդ կխոսամ։ Դրա համար կանգնենք աղոթքի, թո Տեր իրականից այսօր ձեզի հայտնի, դուք լավ ես մի ամսվա մեջը թշնամի եկել է, ասուն թե հարազատ։ Ձեր գլխին, ձեր վրա ասո թշնամու պիտակա կպցրված, թե ասո Աստծուն սիրող, Աստծուն կյանքը դրող, Աստծուն ամեն բանից առավել սիրող քրիստոնյա։ Դե հարց տվեք հələ ձեզի։ Շատերդ կասեք, չէ, իրոք թշնամի ենք։ Մենք իրոք թշնամու ջրաղացին ենք ջուրած է։ Սամսոնն էր կենդանի մնաց, կույր։ Տարելեին էշի տեղ ջրաղացի քար էր պտտեցնում, թշնամուն սնում։ Էդես կենդանի մնալը ումն ա պետք որ դուք կամ այսօր շատ մարմնավոր եպիսկոպոսներ կենդանի են, բայց սատանայի ջրաղացի վրա են ջուրացում։ Կանգնենք աղոթքի, սթափվեք ժողովուրդ իրականից, հելեք ձեր հանդերձները շտկեք ու քննեք ինչի մարեք ես տկար աղքատ ու սոված։ Աստծուն հակառակ քայլելու, Աստծու օրենքները չկատարելու, Աստծուն Աստծո պես չփառավորելու եւ Աստծո պահանջած սերը չտալու։ Նա մեր համար կյանք ա դրել։ Մերզի համար ամեն ինչը թողեց, ասում են աղքատացա, որ մենք նրա աղքատանալով հարստանանք։ Բայց դու այդ ճանապարհը չես ուզում բռնես։ Փառք ես քանչելի Հայր, փառք ես գովելի Տեր։ Խնդրում եմ քեզանից երթային տիրակալս եւ ողջ եկեղեցու անդամների համար ինձանից սկսած մնացածից դուրս եկած։ Արթնացրու բոլորիս, որ ավելի շատ աղոթքին, գրքին, պաշտամունքին տրվենք։ Մեր կյանքը սկսվի աղոթքով, գրքով, պաշտամունքով եւ վերջանա քարոզչությամբ եւ վկայությամբ։ Մեր առօրյա կյանքը դրանով սկսվի, դրանով վերջանա։ Այն օր մենք կապացուցենք, որ մեզ համար ապրելը Քրիստոս է ու մեռնելը օգուտ։
Մենք քանի ապրում ենք երկրի վրա պիտի պատմենք Քրիստոսի փառքը, որ Աստված այնպես սիրեց աշխարհը, որ իր միածին որդին ղրկեց, որով որ անոր հավատա չկորսվի, հապա հավիտենական կյանք ունենա։ Սա պիտի լինի մեր քարոզչության առանցքը, մեր քարոզչության հիմքը։ Հիսուսի մասին խոսենք ու վկայենք ամենուրեք։ Փառք ես Հիսուս ջան, հավատում եմ, որ որոշ տկարություններ ունենք, դու մեզանից կմաքրես եւ մեզ այնպես կդնես այդ գործի վրա, որ մենք քեզ սիրենք ամբողջ հոգով, սրտով, անձով եւ էությունով եւ մեր համար ապրելը Քրիստոս լինի եւ մեռնելը օգուտ։ Փառք հավիտենության հորը, որդու Հիսուսի անունով, ամեն։